Արժեգոտ երկիրը յոթն մերնի մասին է, իմ երկերն է հանրագործության քաղաքականության, իրականացման, խնդիրների լուծման մասին է։ Իմ հարցերի մեծ մասին եւ Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Գալստյանը պատասխանեցին, արդեն այդ հարցեր չէ։ Վերջին հարցը ուզեմ հնչեցնել հետեւյալի մասին, որ հանրագործության հիմնական առարկայացանքից հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց։ Ես հուսով եմ, որ այդ առարկան նորից կմտնի հիմնական առարկայացանքում եւ քաղաքական իմաստը թողնելով կրթական իմաստով մենք կարող ենք մեր ժողովրդին նաեւ կրոնական մեր պատմությունը ներկայացնել, սովորացնել եւ դաստիարակել։ Ինչու եմ համոզված, որ մենք միասին կարող ենք, որովհետև 1997 թվականի մարտի 20-ին երեկվա օրը եւ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը դպրոցներում ձևավորվել էր 8 ամիս եւ ավելի աշխատավարձի պարկ։ Կարճ ժամանակում ոչ միայն դա հաջողվեց կարգավորել, այլև նախագահության տարիներին, եթե չեմ սխալվում, 6 անգամ, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք, 6 անգամ բարձրացրեց աշխատավարձը։ Հետևաբար հաջորդ հարցը, որ ես ուզում եմ հնչեցնեի, դպրոցների փակման խնդրին էր վերաբերվում, որովհետև 26 թվականի սեպտեմբերի 1-ին ցավոք կառավարության որոշմամբ 230 դպրոց փակվելու է, մեր մարզից 24 դպրոց։ Մեր մարզից, այո, 24 դպրոց փակվելու է։ Ես նորից վստահ եմ, որ դա տեղի չի ունենա։ Ինչու՞, որովհետև ունենք առաջնորդ իր կենսափորձով, դաշինքով, հրաշալի եւ միասին մենք կարող ենք։ Ես շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև դուք հնարավորություն տվեցիք ավելի բացվելու, որտեղ ժամանակը քիչ է։ Ես ասում եմ եւ մեր թիմն ասում է կանխել հոգեվոր կազմակերպումը, մենք նախ եւ առաջ նկատի ունենք կրթական քաղաքականությունը։ Դուք անդրադարձաք հայ եկեղեցու պատմության դասագրքին, բայց ամբողջ կրթական չափորոշիչները, որոնք այսօր մտել են դպրոց, ցավոք սրտի մտել են դպրոց եւ մանավանդ հումանիտար առարկաների մեջ պատմության դասագրքում, հայ գրականության դասագրքում, դա մեր ինքնության խոշտանգում է, ինչպես կարող է ընդունվել մի պատմության դասագիրք, որտեղ արծարծվում է հայ ժողովրդի այս տարածաշրջանում եկվորությունը։ Դուք պատկերացնում եք աղետի եւ թշնամանքի եւ ապազգայնության մակարդակը։ Երբ որ ասում ենք կանխել, մենք նաեւ նկատի ունենք 100%-ով փոխել կրթական եւ մշակութային քաղաքականությունը։ Այդ դասագրքերը, պատմության դասագրքեր, որտեղից ազգային ազատագրական պայքարը դուրս մնաց, իրավունք չունեն լինելու դպրոցում։ Գալու եք եւ վերատեսության ենթարկելու ամբողջովին կրթական քաղաքականությունը, գործածությունից շպրտվելու են այդ դասագրքերը, պատմության դասագրքերը, որոնք խեղդում են մեր ինքնությունը եւ բնականաբար հայ եկեղեցու պատմությունը նաեւ իր, որը մեր պատմությունն է։ Ինչպես այսօր եկեղեցու դեմ արշավը եկեղեցու դեմ չի, մեր պետականության եւ մեր ժողովրդի դեմ է։ Վերատեսության են ենթարկելու, այդ դասագրքերը հանվելու են գործածությունից եւ առհասարակ նոր ազգային կրթական եւ մշակութային քաղաքականություն նոր դասագրքերով։ Եվ նաեւ ամբողջությամբ վերատեսությանը ենթարկվելու այսպես կոչված դպրոցների հասանելիության իբրեթե թեման, որի այդ թշնամական քողի ներքո շուրջ 230 դպրոցներ փակվում են, ինչպես ասացի, 70%-ը սահմանամերձ։ Դա թշնամու ձեռագիր է, որը իրավունք չունի մտնելու մեր հոգևոր դաշտ, հոգևոր անվտանգություն։ Դրանից սկսեցին խոսքը եւ մենք տեղ ենք կանգնելու մեր խոստումներին։ Մի բան ավելացնեմ, իհարկե այդ դպրոցների փակման ծրագիրը վերանայվելու է անկասկած։ Արդեն հնչեցվեց, թե ինչքան դպրոցներ են կառուցվել, օրինակ իմ նախագահության օրոք, բայց երբեք մտքներ ոչ չեն անցնում, որ դպրոց կառուցում ենք նրա համար, որ մի դպրոց է կառուցենք նրա համար, որ 4-ը փակենք։ Այդպիսի բան չեն կարող, չեն մնացել։
Եվ դուք ուղղակի հիշեցրել եք հետևյալ հանգամանքը, որ մեծ պատկեր էին ճիշտ է եւ 10 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը իսկապես բարձրացրել են 6 մի քանի անգամ, ասենց ընդհանուրը 6 Եվ այն ժամանակ նույնիսկ մտքով չէր անցնում, որ անընդհատ պիտի դրա մասին խոսան։ Մարդիկ չէին հիշում այսօր։ Չէին խոսում, որովհետև կառավարությունը ինչ է համար։ Ինչի համար է կառավարությունը, որ ժողովրդի կենսամակարդակը բարելավի։ Եվ եթե կառավարությունը որպես չգիտեմ ինչ է համարում, որ sense աշխատավարձը մի քիչ կամ թոշակը բարձրացրեց եւ դրա մասին օրը գիշեր տունը ինչ ռազետկան միացնեց դրա մասին պիտի խոսա, սա այսօրվա ոչ չէին քան։ Երբ որ մի բանի մի փոքր բան անում է մասին խոսում է, իր մոտ բարի հիշողության մեջ իմ պատիսին է հիշել։ Մենք սեփական հայատոն էինք եւ հավ էր պահում, մի հավ կար, որ ձույր ասում, այնքան կաշկաշում էր, այնքան աղնակ էր անում, մի բան ունի, կողացավանք է, պատս միշտ ասում էր, ձենը կտրի, եղած ինչ է, միած ձույր է ծացել։ Հիմա այս կաշկաշան հավեր է դարել այս կառավարությունը։ Ուրեմն ձեզ լսեցին և վստահ եք, որ այդ ուղղությամբ մենք շարժվում ենք։